Բարև ձեզ, այս ժամի նորություններն է ներկայացնում Հորիզոն լրատվականը 15 հունվարի օրը 5-շաբթի։ Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն իրականացրել են երաս-Խադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Նշված զննման նպատակն է եղել գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար, ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով, նշված է հաղորդագրությունում։ Բաքվից 4 հայերի վերադարձի և Հայաստանում ՑՄ ազատազրկման դատապարտված Սիրիայի 2 քաղաքացիներին երկրի իրավապաններին հանձնելու իրադարձությունները իրար հետ կապ չունեն և այդ առումով գործարք չի եղել։ Այս մասին լրագրողների ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։ Այդ երկու իրադարձությունները իրար հետ կապ չունեն։ Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ և այդ թվում մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտը ավելի նպաստավոր կդարձնի։ Պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 5 անձ, նրանց թվում են պետական եկամուտների կոմիտեի ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ։ Վերջիններս մեղադրում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ, հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից։ Նախաքննության շահերից ելնելով կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։ Միացյալ Նահանգները Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին այսուհետ ներգաղթային վիզա չի տրամադրի։ Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, որտեղի ժամանած միգրանտները ստանում են անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ ամերիկյան ժողովրդի հաշվին, ասում է Միացյալ Նահանգների պետքարտուղարության X-ի էջում տեղադրված հաղորդագրությունում։ Պետդեպարտամենտը շեշտել է, որ սառեցման որոշումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Միացյալ Նահանգները չի համոզվել, որ նոր միգրանտները չեն ապրի ամերիկյան ժողովրդի հաշվին։ Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 21-ից։ Հայաստանից բացի սահմանափակումները կվերաբերեն Ռուսաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Իրաքին, Բրազիլիային, Եգիպտոսին, Ղազախստանին, Թայլանդին և այլ երկրների։ Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի Fox News-ի հետ զրույցում։ Նա հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 2500 մարդ, նրա խոսքով զոհերի թիվը մի քանի հարյուրի է։ Դիվանագետը ևս մեկ անգամ նշել է, որ ցույցերն իրականացվել են դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից, նրանք ողջ արել են ոստիկանների, գլխատել նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես սովորական մարդկանց վրա։ Արդյունքում 3 օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ ցուցարարների դեմ, ասել է Արաղչին։ Նրա խոսքով այդ ամենի նպատակը եղել է մայրի թիվն ավելացնել այդ Միացյալ Նահանգներին հակամարտության մեջ ներքաշելը, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ սպանությունների դեպքում կմիջամտի։ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան որոշել են իրենց զորքերն ուղարկել Գրենլանդիա կղզու պաշտպանություն ամրապնդելու համար։ Պոլիտիկոն հաղորդում է, որ Նիդերլանդներն ու Կանադան մասնակցում են նախաձեռնությանը։ Կղզու ապագայի վերաբերյալ մտահոգությունները սրվեցին Թրամփի դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելու անհրաժեշտության մասին հայտարարություններից հետո։ Նա բազմիցս խոսել է Գրենլանդիայի հնարավոր գնման մասին և նույնիսկ մտածել ուժի կիրառման մասին, այն համարելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության համար անհրաժեշտ։ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը խոչընդոտում է ոչ թե Վլադիմիր Պուտինը, այլ Զելենսկին, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ռոյտերսին տված հարցազրույցում Սպիտակ ծանր ղեկավարը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է դադարեցնել արդեն շուրջ 4 տարի շարունակվող ուկրաինական պատերազմը։ Կարծում եմ նա պատրաստ է գործարքին, կարծում եմ Ուկրաինան շատ ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելու, նշել է Թրամփը։ Նա չի բացառել Զելենսկիի հետ հաջորդ շաբաթ Դավոսում կայանալիք համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպման հնարավորությունը, նշելով, որ դեռևս որևէ ծրագիր այս մասով հաստատված չէ։ Հարցին, թե ինչու է նա կարծում, որ Զելենսկին թույլ չի տալիս առաջընթաց բանակցություններում, Թրամփը չի մանրամասնել, ասելով միայն՝ ես պարզապես կարծում եմ, որ նա դժվարանում է դրան հասնել։
Սոս մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամը բացեց Շիրակ մասնաճյուղը։ Կազմակերպությունը Հայաստանում գործում է ավելի քան 35 տարի։ Այն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների աջակցության, շուրջօրյա խնամքի, կենսաբանական ընտանիքներ վերադարձի միտված ծրագրեր։ Նորաբաց Շիրակ մասնաճյուղը զբաղվելու է մանկալքության դեպքերի կանխարգելման ու երիտասարդների կարողությունների զարգացմամբ ընտանիքների սոցիալական ապահովվածությունը բարձրացնելու աշխատանքներով։ Սոս մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի ստեղծման պատմությունը սկիզբ է առել 88-ի երկրաշարժից հետո։ Աղետի հետևանքով ծնողազուրկ հարյուրավոր երեխաների խնամքն ու ընտանեկան ջերմությունն են ապահովել Կոտայքում հիմնված առաջին Սոս մանկական գյուղում։ 35 տարիների ընթացքում Սոս մանկական գյուղեր հիմնադրամը մասնաճյուղեր է հիմնել հանրապետության մարզերում, 4-րդը Շիրակ մասնաճյուղն է։ Գյումրիում այն ոչ թե շուրջօրյա խնամքի ապահովելու, այլ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ապահովությանը եւ նրանց ընտանիքների կայունացմանն է աջակցելու։ Այս մասնաճյուղի հիմնական ֆունկցիան լինելու է նա, որ իդենտիֆիկացնեն մարզում մանկալքության շեմին կանգնած ընտանիքները եւ այդ ընտանիքներին ուժեղացնելու, աջակցելու շնորհիվ կարողանանք երեխաներին պահել հենց կենսաբանական ընտանիքում։ Խնամքի հաստատություններում կամ մանկատներում հայտնվելու, ծնողական խնամքից զրկվելու տարբեր պատճառներ են հայտնի մասնագետներին։ Ծնողազրկությունից բացի ընտանիքի սոցիալական պայմանները, բարոյահոգեբանական վիճակը եւ այլն։ Երեխաների խնամքի կենտրոններում ամենաշատն են հայտնվում այն երեխաները, որոնք ծնողներ ունեն։ Սոս մանկական գյուղեր հիմնադրամի Շիրակի մասնաճյուղում աշխատանք են տանելու երեխաներին կենսաբանական ընտանիքում պահելու ուղղությամբ, ընտանիքի անդամների կարողությունները զարգացնելու ճանապարհով։ Եթե հաջողենք այս մասով, ավելի քիչ երեխաներ կունենանք մեր խնամքի կենտրոններում, ճգնաժամային կենտրոններում, ավելի քիչ ընտանիքներ կունենանք, որոնցից ստիպված պետք է գնանք երեխաներին վերցնենք, ասենք դուք չեք կարողանում նրանց լավ պահել, տարբեր պատճառներով, սոցիալական, հոգեբանական, նյութական։ Այսօր մեր երկրում իրականում տիրում է սոցիալական որբություն, եթե այսպես ձևակերպենք, երեխաները ունեն գոնե մեկ ծնող։ Սակայն սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով երեխաները հայտնվում են խնամքի հաստատությունում։ Այ մեր ծրագրի աշխատակիցները, սոցիալական աշխատողները, հոգեբանները, հատուկ մանկավարժները փորձելու են գնահատել ընտանիքը եւ հզորացնել, որպեսզի երեխաները մնան կենսաբանական ընտանիքում։ Սոս մանկական գյուղեր հիմնադրամի Շիրակ մասնաճյուղում թիրախային խմբերի հետ բազմամասնագիտական թիմ է աշխատելու։ 12 աշխատակիցներով տարբեր ուղղվածության ծառայություններ են մատուցելու, այդ թվում ծնողավարման դասընթացներ, հոգեբանական խորհրդատվություն, նաև մասնագիտական ուսուցում եւ ձեռներեցություն։ Մենք ահազանգեր ստանում ենք տարբեր տեղերից, դա համայնքապետարան, մարզպետարան, պոլիկլինիկաներ, ոստիկանություն, միասնական սոցիալական ծառայություն եւ ցանկացած ինֆորմացիայի մեր սոցաշխատողները միանշանակ այցելություններ են կատարում, կատարված այցելությունների եւ առաջնային գնահատման հիման վրա արդեն որոշվում է ընտանիքը կընդգրկվի մեր ծրագիր, թե չի ընդգրկվի։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների եւ ընտանիքի անդամների աջակցման ուղղված ծրագրերից Գյումրիում արդեն 48 ընտանիք է օգտվում։ Տնայցերից ու կարիքի գնահատումից հետո համարվել են ծրագրի շահառուներ։ Շատ դեպքերում այդ կյանքի դժվարի պայմաններին հայտնվելուց երեխաները առանց իրենց կամքի կամ որոշմանը դրան եկել, անպատասխանատու ծնողների կամ այլ պայմաններից դուրս գալով ու շատ աստվածահաճո գործ է, երբ որ կան մարդիկ, որոնք կանգնում են դժվարին պայմաններ ունեցող երեխաների կողքին։ Հայաստանում խնամատարությունը զարգացնելու, հասանելի եւ մատչելի դարձնելու անհրաժեշտությունը կա։ Սոս մանկական գյուղեր հիմնադրամը խնամատարության միջազգային փորձն ու հմտությունները հաշվի առնելով մանրամասն վերլուծել ու գնահատել է այն կարիքները, որոնք նաեւ օրենսդրական փոփոխություններ են պահանջում։ Դրանք անհրաժեշտ են խնամատար ընտանիքներին խրախուսելու համար։ 35 տարվա փորձը ցույց է տալիս, որ միայն ծառայությունների մատուցումը ընտանիքում եւ երեխայի կյանքում լուրջ փոփոխությունների չի կարող հանգեցնել, հետեւաբար մենք պետք է սկսենք այո երեխայի ձեռք ընտանիքից, բայց հասնենք մինչեւ օրենսդրական բարեփոխումներ եւ անպայման շեշտը դնենք նաեւ այն մասնագետների եւ մասնագիտական գործիքակազմի բարելավման վրա, որ աշխատում են այդ երեխաների եւ ընտանիքների հետ։ Աննան, Կոհարը եւ Ռուզաննան Սոս մանկական գյուղերի խնամատարության ծրագրերում աշխատելու 10 եւ ավելի տարիների փորձ ունեն։
Երեխաների խնամքն ընտանիքներում իրականացնելու լավագույն փորձը նաև իրենց օրինակով են ցույց տալիս։ Մասնագիտական ծառայություններ մատուցելուց բացի արդեն մի քանի տարի է նաև խնամատար ծնող են։ Իրենց երեխաների կողքին ընտանիք են ինտեգրել խնամքի կարիք ունեցող երեխաների։ Ռուսան ջան, գիտեմ, որ երկար ժամանակ ավանդ ունեք երեխաների խնամքում։ Նշեմ, որ Ռուսանը այս բանին իր խնամքի տակ գտնվում է 7 երեխա։ 7 երեխաներից 4-ը ընդհանուր տիպի խնամատարության և 3-ը ճգնաժամային։ Բրավո, եկեք ծավ հայր։ Գնահատները մանրացումները, որ շրջապատում դերևս կան այնպիսի երեխաներ, որը գնացել են առանձնողական խնամի և ունենալ սիրո ջերմության կարիքը, որոշեցի Վերջին 3 տարում SOS մանկական գյուղերի օգնությամբ Հայաստանի մանկատներից ու խնամքի կենտրոններից կենսաբանական ընտանիք է վերադարձել 140 երեխա։ Մարինե Տերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Նախարարներին, փոխնախարարներին, կառավարման ապարատի պաշտոնյաներին տարեվերջին 3 միլիարդ դրամի հասնող պարգևավճարներ հատկացնելու թեման շարունակում է թեժ քննարկվողներից մնալ։ Այն մեծ աղմուկ է բարձրացրել բոլոր հարթակներում։ Փաստը հաստատում են կառավարության անդամները։ Նախարարներից յուրաքանչյուրը խրախուսվել է 6-ից 7 միլիոն դրամ պարգևավճարով։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը չի հստակեցրել, թե ինչքան է կազմել իր պարգևավճարը, բայց նորմալ է համարում, երբ պետական ապարատում աշխատակիցները գնահատվում են։ Ի դեպ, պետական բյուջեից հատկացվող գումարներից են օգտվել նաև Շիրակի մարզպետի աշխատակազմում։ Մարզպետ Դավիթ Արուշանյանի որոշմամբ պարգևավճարներ են ստացել նաև մարզպետի աշխատակազմի ենթակայության կառույցների 4620 աշխատակից։ Դրա մասին առաջինը խոսել ենք պետական աշխատողների առաջին համաժողովի ժամանակ, 2 անգամ առնվազն խոսել են կառավարության նիստերին, այդ որոշումները ընդունվել են բաց ռեժիմով, կարող եք մտնել եւ կառավարության կայքում տեսնել, թե որ գերատեսչությանը ինչքան գումար է վերաբաշխվել եւ այդ գումարները տրվել են հազարավոր աշխատակիցների, նախարար, փոխնախարար, վարչության, կոնկրետ մեր նախարարությունում ստացել են անխտիր բոլորը, ինչպես ստանում են մնացած մյուս բոլոր իրենց փոխհատուցումները աշխատանքի դիմաց, եւ եթե մենք ուզում ենք ունենալ մրցունակ պետական համակարգ, պետք է նաեւ այդ պետական համակարգում աշխատողներին մրցունակ աշխատավարձ տանք։ Իսկ մեր աշխատավարձերը վաղուց արդեն մրցունակ չէին եւ մենք ունեինք կադրերի հոսունություն, այդ թվում հենց բարձր պաշտոններից, որ մարդիկ ունենք փոխնախարար դուրս է գալի, գնում է մի հատ ուրիշտեղ վարչության պետ է աշխատում, բանկում 2 անգամ ավել փող է ստանում։ Հիմա եթե մենք չենք ուզում լավ կադրեր ունենանք, կարող ենք թույլ տալ, ասենք, օքեյ, խնդրեմ չկա, բայց այդ պարագայում մեր պահանջները կառավարությունից չի կարող լինել բարձր եւ չի կարող լինել որակյալ աշխատանքի շուրջ։ Ոչ մի հույժ գաղտնի բան չկա։ Ոչ մի հույժ գաղտնի չկա, ես ասում եմ, ես ստացել եմ այնքան ինչքան որ ստացել եմ եւ կհրապարակվի իմ պաշտոնական հայտարարագրում, որը եղել է բոլոր տարիներին եւ դուք կտեսնեք, ես մա անգից չեմ էլ կարող ասել ինչքան եմ ստացել, թեև դա ինչ որ իմաստով անձնական տվյալ է, բայց դա հրապարակվում է եւ այնտեղ գրվում է։ Շիրակի մարզում մեր ենթակայության տակ պողակները, որոնք ունեցել են խնայողություններ, 4620 աշխատակից ստացել է 443 միլիոն դրամ պարգևավճար։ Էլ եմ ասում տնօրեններից մինչև հավաքարարներ, այն կոլեկտիվները, որոնց որ պողակները, որ ունեցել են խնայողություններ։ Այսինքն, եթե մեր Չէ, եթե բաժանում ենք 443 միլիոնը 4620-ի միջինացված հաշվարկով մոտ 100,000 դրամ է գալիս։ Դե այդ կա, այսինքն դե բերեք այդ 100,000-ը բաժանենք 365 օրվա հասկանանք տակը вообще բան չի մնում։ Ասում եմ, եթե Շիրակի մարզպետարանը կարողանում է 443 միլիոն դրամ պարգևավճար տալ քաղաքացիներին, ուրեմն միանշանակ կառավարությունը կարող է տալ ու այդ կառավարության վճարված գումարները, որի մասին մենք խոսում ենք, այդ պարգևավճարները, մարզպետարանում միայն մարզպետը չի ստացել, նախարարությունում է միայն նախարարը չի ստացել, ստացել են բաժնի պետերը, ստացել են վարչության պետերը, ստացել են առաջի կարգի մասնագետները, բոլորը տարբեր տոկոսային հարաբերությամբ եւ նաեւ մեր պահակները, հավաքարարները, մյուսները այդ մեծ սենսացիա ենք սարքել այդ 3 միլիարդը, որ Ժորժ ջան, եթե մի մարդ 443 միլիոն կարող է, կառավարությունը վստահ եմ, ոչ թե 3 միլիարդ, այլ շատ ավել կարողանալու է։ Հունվարի 1-ից թոշակառուների եւ նպաստառուների համար 20% հետվճարի սահմանումը նպաստել է
անկանխիկ եղանակով թոշակ նպաստացողների թվի ավելացմանը։ Կանխիկից անկանխիկի անցնելու ժամկետը նրանց համար ապրիլի 1-ն է։ Լրագրողների հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը անդրադարձել է նաև առկա ազգային վճարային քարտեր ունեցող բոլոր քաղաքացիներին 2% հետվճար ունենալու առավելությանը։ Մեր 660,000 կենսաթոշակառուներից եւ նպաստավորներից 378,000-ը օգտվում են հետվճարի համակարգից, 660,000 քաղաքացիներից ընդամենը 48,000 դրամն է ստանում կանխիկով թոշակ, արդեն իսկ այդ թիվը ամեն օր հազարներով իջնում է եւ մենք ապրիլի 1-ից ընդհանրապես չենք ունենա կանխիկով ստացող որևէ կենսաթոշակառու եւ նրանցից բոլորը կարող են իրաց կենսաթոշակի եւ նպաստը բարձրացնել մինչեւ 10,000 դրամով 20%-ի չափով իրաց կենսաթոշակի։ Այն քաղաքացիներն, որոնք շարժունակության հետ խնդիր ունեն, այսինքն տնից չեն կարողանում դուրս գալ, մենք իրենց հարցերը կլուծենք մենք եւ իրենք որևէ խնդիր չեն ունենա ստանալու իրենց բանկային քարտերը։ Սա ես հայտարարում եմ պաշտոնապես եւ նաեւ դրա համար ենք մենք ներդրումը տարածել ապրիլի 1-ից վերջնական։ Երկրորդը 2% հետվճարը, որը վերաբերում է բոլորին, այդ թվում ներկաներին, աշխատում է միայն արկա քարտերով, որտեղ մենք ունենք մեր ազգային վճարային օպերատորը եւ մենք ուզում ենք մեր վճարային օպերատորին զարգացնել, այդ գումարի 1%-ը վճարվելու է պետական բյուջեից հետ վճարավ եւ մյուս տոկոսը արկայից, այսինքն ըստ բանկերի կողմից, որոնք որ համարվում են փայատեր արկայում եւ այդ իմաստով դա ճիշտ որոշում է։ Հետագայում միգուցե կլինեն նաեւ այսպես կոչված համատեղ քարտեր, վիզա կա, մաստերարդ կա, ես այդ չեմ կարող ասել, դա բանկերի խնդիրն է։ Այս եթերաժամին այսքանը, ծանոթացեք նորությունների նաև ժամը 20-ին։